մետրի դիստեղ տուսարքի որ նստի։ Մինչ ընդդիմադիր գործիչներն ու իրենց պատկանող լրատվամիջոցները հոգևորականների դեմ գործեր կարելու մասին են աղաղակում, վերջիններիս հիշողությունը թարմացնելու համար բավարար էր համացանցում ժամանակի մեջ հետ գնալ եւ որոնել Գարեգին Բ-ի ձերբակալված քրոջ որդու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Պրոշյանի անունը ու տեսնել, որ հենց այդ նույն լրատվամիջոցները ժամանակին ահազանգել են, որ Պրոշյանի կողմից հովանավորվող Օհանավանի արդեն նախկին հոգևոր հովիվ Եփրեմ Քահանա Զարգարյանը գյուղի բնակչից խլել է վանքինկից 1000 քառակուսի մետր տարածքով հողակտոր։ Էս էլ մուղնի է թեմի առաջնորդի օբյեկտն է, նախկին գրադարանների դպրոցներ, ակումբը դարձել են բիզնես կենտրոն անմիջապես 20 մետր հեռու եկեղեցուց։ Խոսքը Սուսաննա Գաբրիելյանի մասին է, որ 11 տարի առաջ կառավարության շենքի մոտ ամենօրյա ռեժիմով բողոքի ակցիաներ էր իրականացնում, ահազանգելով, որ հրաժարվել է իր պապերին պատկանող հողակտորի համար 40,000 ԱՄՆ դոլար վճարել, ինչից հետո իր նկատմամբ ճնշումներ են սկսվել։ Արագածոտնի թեմի առաջնորդը զարգեցրել բիզնես ծրագիր, մոռանալով հոգևոր դաստիարակությունը հանձնել է բիզնես դաստիարակության։ Այդ բիզնես դաստիարակության հետևանքով էլ մենք ենք ընկել այն քարի տակը։ Եփրեմ Քահանան տիկնոջ պատմելով մի քանի անգամ ակնարկել է, թե հողամասը վաճառիր գնեմ, սակայն մերժում է ստացել։ Հիմա տերտերյա խորժակը բացվելուն պես ինքը դիմում է Մկրտիչ Պրոշյանին, Վեհափարի քրոջ որդուն, որ մեր թեմի առաջնորդն Արագածոտնի մարզի, գնում են մարզպետին են դիմում, մարզպետը գյուղապետին, թե եկեք ես կնգաձեռից ջանդամիներ թե թուղթ չունի կամ 7-8 հատ գյուղապետ չեկել, այդ հատկացումը իրեն է եղել, եկեք վերցնենք մեր բիզնեսը իրականացնենք։ Երբ նա պնդեսն է սա ուրիշ պայքարներով չի կարողանում, նա որոշեց այլ մեթոդիկ դիմել։ Նա գրություն գրեց կառավարության մշակույթի նախարարությանը, միավորեց ակնթարթում, թե 1000 մետր վերադարձնել։ Եվ այս հողակտորն էլ մարզպետը առաջարկում էր 30-40,000 դոլար։ Դու որեկի վերցնես քեզի։ Ասում են չին պապը հող եկել ես դու վրա ծախում ես 50-60,000 հեկտար Թալինից մինչև ապարանով Օհանավանով սաղ զավթել ես մարզպետ Սահակյան Սարգիս։ Այսօր չի էլա որ դու եկար հիմա թաթք տրիկ տերտերի երկնես երկում ու պարնես պարում։ Ինչից հետո տիկին Սուսաննային է սկսել այցելել ոստիկաններն ու ստիպել բացատրագիր գրել, թե այդ հողն ապօրինի է եւ որ ծառերն էլ ապօրինի է տնկել։ 20 տարի իր իսկ կողմից խնամվող հողի սեփականաշնորհման նպատակով Գաբրիելյանը կադաստրը դիմել բազմիցս, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով հետևողական չի կարողացել լինել։ Սեփականության վկայական ձեռք չի բերել, ինչից էլ հետագայում օգտվել են հոգևորականները։ Չնայած հողը Սուսաննա Գաբրիելյանին օտարելու մասին Օհանավանի ավականու որոշում է եղել։ Նշենք, որ 2008 թվականին վճարաբեկ դատարանը Սուսաննա Գաբրիելյանի բողոքը հրաժարվել էր վարույթ ընդունել եւ տարածքը դարձել է պատմամշակութային, այսինքն Պրոշյանը եւ Զարգարյանը հասել են իրենց ուզածին, իսկ տիկնոջ բողոքները հետագայում ոչինչ չեն տվել։ Սա եւս մեկ անգամ փաստում է Քոչարյանի ու Սարգսյանի կառավարման շրջանը մարդկանց ունեզրկելու հարյուրավոր, եթե ոչ հազարավոր դեպքերով է ուղեկցվել եւ դրանից իհարկե անմասն չեն մնացել նրանց ծառայող բարձրաստիճան հոգևորականները Գարեգին Բ-ի գլխավորությամբ, ում գահակալման 26 տարին է լրանում մի քանի օրից, հոկտեմբերի 27-ի ոճրագործության օրը։ 176-ը կստանաք ներսես արքեպիսկոպոս Մոզավարյանը, իսկ ամենայն հայոց կաթողիկոս կդրվի 263 քվեով Գարեգին արքեպիսկոպոս